Ինչ է պետք մարդուն, որպեսզի նա իրեն լիարժեք զգա։ Երբեմն պարզապես մեկը, ով կլսի, կհասկանա ու կօգնի բացահայտել սեփական ներուժը։ Այս գաղափարով էլ Երևանի պետական համալսարանի Ջևանի մասնաճյուղում ստեղծվել է հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնը, որի խորհրդային առաքելությունն է օգնել մարդկանց գտնելու ներքին հավասարակշռությունը, հաղթահարելու հոգեբանական խոչընդոտներն ու ապրելու ներդաշնակ կյանքով։ Մասնաճյուղի համար բնականաբար կարևոր է, որովհետև ընդլայնվում է մասնաճյուղի գործունեության շրջանակը, մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայությունների գործունեության շրջանակը, նաև ընդլայնվում են ուսանողներին իրենց ստացած գիտելիքն ամրապնդելու, պրակտիկ մակարդակում ամրապնդելու հնարավորությունները։ Մարզի եւ Իջևան համայնքի համար շատ կարևոր է, որովհետև առաջինն է մարզում նման տիպի ծառայություններ մատուցող կենտրոններից, մինչդեռ դրա պահանջը շատ մեծ է, շատ տարբեր ուղղություններով, պայմանավորված եւ հետպատերազմական իրողությամբ, եւ առհասարակ տարբեր թիրախային խմբերի համար հոգեբանական խորհրդատվության ծառայությունների մատուցման անհրաժեշտությամբ։ Տավուշի մարզում կենտրոնը միակն է իր ձևաչափով, որտեղ տրամադրվելու են գիտելիքահեն հոգեբանական ծառայություններ երեխաների, մեծահասակների, ընտանիքների ու կազմակերպությունների համար։ Այստեղ կարելի է դիմել ինչպես անհատական խորհրդատվության, այնպես էլ ուսուցման ու զարգացման ծրագրերի համար։ Յուրաքանչյուր բու, որտեղ որ կա հոգեբանական ուսուցում, ենթադրվում է, որ այդ բուհում պետք է լինեն նաև հոգեբանական կենտրոն, որովհետև հոգեբանական ուսուցումը միայն ակադեմիական գիտելիքներ է, որից կերպ բավարար չեն մասնագետ դառնալու համար։ Բացի դա էլ տարածաշրջանում, որքան որ ուսումնասիրություններ իրականացրեցին, չկան այդպիսի հոգեբանական կենտրոններ, որոնք որ կմատուցեն հոգեբանական ծառայություններ գիտահեն ձևով։ Կենտրոնը եզակի է տարածաշրջանի համար եւ տարածաշրջանում խիստ անհրաժեշտ է, որովհետեւ ինչպես գիտենք, տարածաշրջանը ինքը որպես այդպիսին հոգեբանական բազմաթիվ խնդիրների ենթակա է, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանը, իսկ տարածաշրջանը առավել եւս։ Բացի խորհրդատվական գործունեությունից, կենտրոնը նաև գործնական կրթության հարթակ է հոգեբանների ու հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։ Այստեղ նրանք հնարավորություն կունենան խորացնել տեսական գիտելիքները, ձեռք բերել գործնական փորձառություն, մասնակցելով դասընթացների ու հետազոտական նախագծերի։ Եվ այսօր առհասարակ հոգեբանական ծառայությունն է կյանքի որակի բարելավման շատ կարևոր գործոններից մեկն է։ Հաշվի առնելով աշխարհում կատարվող փոփոխությունները, հաշվի առնելով, որ մարդը պիտի կարողանա ադապտացվել դրանց եւ հաշվի առնելով վերջին վիճակագրությունը, որ այսօր ամբողջ աշխարհում եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունում ամենատարածված խնդիրների շարքին են պատկանում տագնապայնությունը, բարձր տագնապայնությունը, կախվածությունը տարբեր տեսակի գadgetներից, դեպրեսիան եւ այլն։ Այս բոլոր խանգարումները հաշվի առնելով եւ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով հոգեբանական ծառայություն ունենալը մարզում կարծում եմ շատ կարևոր եւ մեծ քայլ է։ Կենտրոնի հիմքում մարդկային հոգեբանական բարեկեցության գաղափարն է։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ձգտում է ձևավորել հոգեբանական աջակցության մշակույթ Տավուշի մարզում, զարգացնել հոգեբանական ինտելեկտը։ Այս կենտրոնը մարդկանց ինքնաճանաչման, փոխըմբռնման ու ներքին ներդաշնակության ճանապարհն է դեպի ավելի հավասարակշռված ու գիտակցված հասարակություն։